Լսելով Ալիևի տարեմուտյան ամանորյան ասուլիսը ես բացարձակ որևէ լավատեսություն չունեմ, որ եթե այդ բռնապետի վրա չլինի լրջագույն աշխարհաքաղաքական ճնշում, չլինի լրջագույն արտաքին ճնշում, թե խոշոր տերությունների ղեկավարների, թե Հռոմի պապի, թե նույն Թրամփի, թե նույն Ռուսաստանի նախագահի, Ալիևը որևէ ռազմագերի եւ առաջին հերթին Արցախի քաղաքական էլիտային չի ազատելու։ Սա այս մասով ուզում եմ անդրադառնալ, քանի որ խոսեցինք Ալիևից, ես կարծում եմ այս նախատոնական Այո, ուզում եմ անդրադառնալ նաև Ալիևի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին, որտեղ Ալիևը մի քանի վտանգավոր հայտարարություններ է արել եւ այսպես բոլոր նրանք, ովքեր իրանց զբերը, երախները բաց սենց խաղաղություն բառը ծամելով սպասում են, որ հեսա Ալիևը իրենց բերելու է խաղաղություն, հիմա կարդամ մի քանի մեջբերում անեմ Ալիևի տարեվերջյան ասուլիսից եւ այսպես Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի սահմանները, այսինքն մեր Հայաստանի երրորդ հանրապետության սուվերեն սահմանները դեռևս հստակ չեն եւ ինչ է ասում Ալիևը Հայաստանի հանրապետության սահմանները հստակ չեն լինի այնքան ժամանակ, միջև մենք այդ սահմանները չճանաչենք, այստեղից խաղաղության հոտ գալիս է, մի հատ վերցրեք այդ ասուլիսը ու այդ ասուլիսից հոտ քաշեք, տեսեք այդ ասուլիսից խաղաղության հոտ գալիս է, հարցին արդյոք Հայաստանի հետ պատերազմի էջը փակված է, Ալիևը ինչ որ ընդհանուր տեսական դատողություններ անում, գովում է Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը, բայց եւ ասում է ոչ մի բան, ինչ վերաբերում է նոր պատերազմին, ոչ մի բան բացառել հնարավոր չի, նորից հոտ քաշեք, սենց բռնեք Ալիևի ասուլիսը հոտ քաշեք, տեսեք այդտեղից խաղաղության հոտ գալիս է, թե չէ եւ երրորդ, ասում անկախ նրանից, թե Հայաստանը ինչ կդնի այդ միջանցքի անունը, կդնի ինչպես մեր ընդդիմադիր գործիչներից մեկն էր առաջարկում Մելանիա Թրամփի կրծկալի անունով, թե ինչ կդնի, դա իրականում Զանգեզուրի միջանցք է իր իրավական բոլոր ատրիբուտիկաներով, այնպես որ ովքեր այսպես անհամբեր սպասում են խաղաղության, թող նորից նայեն Ալիևի տարեմուտյան ասուլիսը եւ ոչ միայն նայեք Ալիևի ասուլիսը, որտեղից խաղաղության հոտ չի գալիս, այլև լսեք Արարատ Միրզոյանին, ով ընդամենը վերջերս հայտարարեց ըստ էության, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացումները նորից բաժանվել են խաղաղության պայմանագրի շուրջ եւ ինչպես ասել է Արարատ Միրզոյանը, Ադրբեջանն ունի իր պատկերացումները խաղաղության պայմանագրի հետ կապված, որը մենք չենք կիսում, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, այսինքն հիշում ենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ չի կնքվելու վերջնական տեքստը խաղաղության պայմանագրի, միջև Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը եւ հիմա Արարատ Միրզոյանը ըստ էության Ադրբեջանի մեղադրում է Հայաստանին հերթական անգամ քցելու մեջ, ասելով, որ դուք համաձայնել էիք, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, հետո այդ բոնուսով գնանք հունիսի 7-ին խորհրդարանական ընտրության, որից հետո սահմանադրությունն էլ փոխենք, դրոշն էլ փոխենք, եկեղեցին էլ ոտատակ տանք, ուզում եք իսլամ էլ ընդունեք, բայց դուք մեզ քցում եք, ասում եք չեք ստորագրելու խաղաղության պայմանագիրը եւ պարտադրում եք, որ հենց հիմա միջև խորհրդարանական ընտրությունները Հայաստանը փոխի իր սահմանադրությունը, էսել Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ ըստ էության ասում է, որ Ադրբեջանը մեզ հերթական անգամ քցեց, էլի է քցելու, մշտապես քցելու է եւ հիմա ես ձեզ համար կկարդամ հարգելի հայրենակիցներ, Միլի Մեջլիսի ամենահակահայ պատգամավորներից մեկի Ֆազիլ Մուստաֆայևի նախորդին արած հայտարարությունը, ինչ ասում
Ֆազիլ Մուստաֆայևը, ով ըստ էության հայ հասարակությանը համեմատում է շան հետ, ասելով մենք պետք է հայ հասարակությանը վարժեցնենք նոր իրողություններին, հայ հասարակությունը, որ պիտի վարժվի մեր թելադրած խաղի կանոններին, որովհետև մենք հաղթող կողմ ենք, եւ Ֆազիլ Մուստաֆայևը հայտարարում է, որ հայ հասարակությունը հիվանդ է, եւ ով պիտի բուժի հիվանդ հայ հասարակությանը, պարզվում է հիվանդ հայ հասարակությանը պիտի բուժի ռազմական հանցագործ Ֆազիլ Մուստաֆայևների եւ Ռամիլ Սաֆարովների երկիր Ադրբեջանը, ահա այսպիսի խաղաղություն, սիրելի հայրենակիցներ։ Եվ սա այս մասով ուրեմն արդեն խոսեցինք, որ իսկապես լրջագույն խնդիրների առջև է կանգնած երկիրը, Ադրբեջանը հրաժարվում է, եթե անգամ ինչ-որ բանավոր համաձայնություններ տվել են միջև խորհրդարանական ընտրություններ որպես բոնուս, որ Նիկոլ Փաշինյանը թափահարի ասի, էսա բերել եմ խաղաղություն եւ գնա ընտրության եւ կարողանա իր վերարտադրությունը ապահովել տոտալ բռնաճնշումներով, որտեվ ես կրկնում եմ, որ արևմուտքը այս ռեժիմին տվել է քարտ բլանշ ցանկացած գնով, թեկուզ sense դիմահար ընդդիմախոսներին կրակելով ապահովել սեփական վերարտադրությունը, որովհետև ինչպես Եվրոպական միության առաջի դեմքերն են մշտապես փակ եւ բաց հանդիպումների ժամանակ ասում, Հայաստանի ներկայիս իշխանությունը այն կատարյալ փայլուն գործիքն է, որով մենք Ռուսաստանի հետ մեր հաշիվները մաքրելու ենք այս տարածաշրջանում